Հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ հակակոռուպցիոն դատարանում ավարտվել է նաև Գեղամ Զաքարյանի կալանավորման վերաբերյալ միջնորդության քննությունը։ Հիշեցնում եմ, Գեղամ Զաքարյանը այն նույն անձն է, որ Արտուր Ավանեսյանի գործով մեղադրվում է ընտրակաշառք ստանալու մեջ։ Հակակոռուպցիոն դատարանը որոշել է քննիչի ներկայացրած միջնորդությունը բավարարել մասնակի եւ Գեղամ Զաքարյանի նկատմամբ նշանակել տնային կալանք 2 ժամկետով, այդ ընթացքում սահմանափակելով նաև վերջինիս շփվելու իրավունքը բոլոր անձանց հետ, բացառությամբ մերձավոր ազգականների։ Դատարանի որոշումը դեռ չեմ ստացել եմ միայն քաղվածքը, բայց միայն քաղվածքի ուսումնասիրությունը, այսինքն որոշման եզրափակիչ մասի ուսումնասիրությունը բավարար է դատարանի որոշումը գնահատելու կամ որակելու որպես ակնհայտ անհիմն, ապօրինի եւ անօրինական, ինչու որովհետեւ դատարանը ներկայացվել մի այնպիսի միջնորդություն, որ պետք է մերժվեր առհասարակ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Հիշեցնում եմ, որ ձայնագրությունների Գեղամ Զաքարյանը իբրև թե ընտրակաշառքի դիմաց, ինչ-որ անորոշ կատեգորիայի ընտրակաշառքի դիմաց տվել է իր եւ իր ընտանիքի անդամների ձայնը ուժեղ Հայաստան կուսակցության օգտին տալու խոստում, այն դեպքում, երբ որ պարզվել է, որ Գեղամ Զաքարյանի ընտանիքի անդամներից 4-ը, այսինքն բացի իրենից մնացածը, չունեն անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ օժտված չեն անգամ պասիվ ընտրական իրավունքով, այսինքն նրանք անգամ ձայն տալու իրավունք չունեն եւ որևէ դաշինքի կամ կուսակցության օգտին քվեարկելու հնարավորություն սպասվելիք ընտրություններով չեն ունենալու։ Ոչ միայն չունեն քաղաքացիություն, այլ անգամ չեն դիմել քաղաքացիության համար։ Հանդիսանում են Արցախյան Հանրապետության քաղաքացիներ եւ քաղաքացիություն այս պայդրությամբ չունենալով հանդերձ պասիվ ընտրական իրավունք չունեն եւ ընտրություններին չեն կարողանալու մասնակցել։ Նման պայմաններում այնուամենայնիվ դատարանը հիմնավոր կասկածի գոյությունը համարել է հաստատված։ Ես անգամ կալանավորման հիմքերի բացակայության մասին չեմ ցանկանում խոսել, ես անգամ առհասարակ խափամիջոցի կիրառման հիմքերի բացակայության մասին չեմ ցանկանում խոսել, այլ խոսում եմ միայն հիմնավոր կասկածից։ Կարծում եմ, այդ ձայնագրությունները բոլորիդ համար լսելի են։ Իդեպ միջնորդության մեջ այդ ձայնագրությունը զետեղվել կամ բովանդակվել է լրիվ կարծես թե տարած սխալներով կամ անհասկանալի ինչ-որ ձևաչափով, այնտեղ խոսքը չի համընկնում զետեղված բովանդակությանը, բայց սա էլ դնենք մի կողմ, բայց ըստ ձայնագրությունների Գեղամ Զաքարյանը ընդամենը ասել է, որ լինելու է Արտուր Ավանեսյանի հետ, լինելու է ուժեղ Հայաստան կուսակցության օգտին, հանուն ուժեղ Հայաստանի եւ այլն, վերջում ավելացնելով, որ հույսով է, որ կարողանալու է մի աշխատանք գտնել։ Ինչին Արտուր Ավանեսյանը պատասխանել է, որ աշխատանքեր կգտնես, ամեն ինչ լավ կլինի, հողնել կվերականգնես, տունել կունենաս եւ այլն եւ այլն։ Բայց սրանք բոլորը ներառված են ուժեղ Հայաստան կուսակցության նախընտրական ծրագրերում։ Օրինակ ուժեղ Հայաստան կուսակցության նախընտրական ծրագրերից ամենաառաջինը 300,000 նոր աշխատատեղ ստեղծելն է։ Կամ 20,000 ընտանիքի բնակարանով ապահովելն է։ Եվ նման պայմաններում ստացվում է, որ Գեղամ Զաքարյանը ընդամենը ասել է դուք կատարելու եք ձեր նախընտրական խոստումը, ինչի պատասխան կուսակցության մասնակիցը ասել է, որ այո, մենք կատարելու ենք, ամեն ինչ լավ է լինելու, եթե ընտրվենք։ Այսքան բան։ Ես սրա պատճառով մարդուն հասցեագրում կամ մեղադրում են քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված հանցակազմ, միջին ծանրության հանցակազմ, նրան տանում դատարան կալանավորման նպատակով եւ փառք Աստծո գոնե կարողացանք հասնել նրան, որ Գեղամ Զաքարյանի նկատմամբ նշանակվեց ոչ թե բանտային, այլ տնային կալանք։ Բայց այս ընթացքում Արցախից տաղահանված, Արցախից բռնագաղթած 5 հոգուց բաղկացած ընտանիքի միակ խնամակալը ստիպած է լինելու զրկված լինելով աշխատանքից, ստիպած է լինելու մնալ տանը, որևէ անձի հետ չշփվել, որևէ գործողություն չձեռնարկել։ Այն դեպքում, երբ որ անձը 3 պատերազմի մասնակից է, 2 անգամականի պայթյունի հետևանքով ստացել է ծանր վիրավորումներ, ամբողջ արմինը բեկորային վնասվածքներով, մարմնում կան անգամ տարբեր բեկորներ, եւ ընդամենը ինչ է ասել, որ ասել է լինելու է ուժեղ Հայաստանի հետ եւ իր մարտական ընկեր Արտուր Ավանեսյանի հետ։ Սկզբում կրկնում եմ, վերջինս հայտարարում է առանց որևէ բավերապակ, առանց որևէ նախապայմանների հայտարարում է, որ լինելու է ուժեղ Հայաստան կուսակցության հետ։ Եվ հետագայում հավելում, որ ի թիվս այլոց ակնկալում է, որ ապագայում ունենալու է աշխատանք։ Այսինքն այնպիսի ակնկալիք ունի, որ ներառված է կուսակցության նախընտրական ծրագրերում։ Մինչդեռ հակակոռուպցիոն կոմիտեն այս ամեն ինչը մեկնաբանում է, որ վերջինս հողամասի, տուն եւ աշխատանքի դիմաց խոստում է տվել իր եւ իր ընտանիքի անդամների ձայները
տալ ուժեղ Հայաստան կուսակցության օգտին։ Այսինքն ստացվում է, որ Գեգամ Զաքարյանը ընդունել է մոտ 30-35 միլիոն դրամի կաշառքի խոստում է տվել, կաշառք ստանալու համաձայնություն է տվել, որպեսզի ընդամենը 5 հոգուց ձայն տա ուժեղ Հայաստան կուսակցության օգտին, որից այդ 5 հոգուց 4-ը անգամ ընտրելու իրավունք չունեն։ Այսպիսի աբսուրդային պայմաններում մենք ունեցանք հիմնավոր կասկածի արձանագրում եւ դատարանի կողմից քննիչի ներկայացրած միջնորդության մասնակի բավարարում։ Որն է այստեղ ընտրակաշառքը, որտեղ է այստեղ ընտրակաշառքի առարկան, կոնկրետայնությունը ընդհանրապես չկա, միջնորդություն, որ քննիչը դատարանում, չգիտեմ, ներկայացնում է անգամ ինքն իրեն չհավատալով, ունենում է բավարարում, ունենում է մասնակի բավարարում։ Փառք Աստծո, գոնե Գեգամ Զաքարյանը լինելու է ոչ թե բանտային, այլ տնային կալանքի տակ։ Իրականում այս ամեն ինչը վստահ եմ եւս բոլորն արձանագրում են, որ կատարում են բախ տարածելու, բախի մթնոլորտ ստեղծելու նպատակով, բայց միաժամանակ վստահ եմ, որ մեր գաղափարակիցները այս ամեն ինչից չեն վախենում, չեն հանձնվելու, լինելու են ուժեղ Հայաստանի հետ, հանուն իրական եւ ուժեղ Հայաստանի։ Այսքանը շնորհակալություն, կրկնում եմ, որոշումը դեռ չենք ստացել, ստանալուց անմիջապես հետո այն կբողոքարկենք։ Բայց այս ընթացքում առնվազն մոտ ապագայում իմ հայրենակիցը Արցախից տեղահանված Գեգամ Զաքարյանը ստիպված է լինելու մնալ տանը։ Այսքանը։